Դերասաններ Լևոն Մկրտչյանն ու նրա կինը Էվելինա Ստեփանյանը շատ ակտիվ գործունեություն են ծավալում։ Էվելինան վերջին շրջանում հատկապես ակտիվ է Instagram-յան հարթակում, որտեղ էլ շատ հաճախ կիսվում է իր անկեղծ կարծիքով տարբեր հարցերի շուրջ։ Այս անգամ դերասանուհին խոսել է ներել կամ չներելու մասին։ Էվելինան նշել է, որ դա բարդ գործընթաց է, սակայն իր մոտ չներել չի ստացվում։ Առաջարկում ենք լսել Էվելինայի խոսքն առանց մեկնաբանության։ Երեկո ես եթերս ավարտեցի, այսօր խոսում ենք ներելուց ու չներելուց, որ դեպքում որ մենք ընդհանրապես չենք ների ու հետաքրքիր ծավալուն քննարկում ստացվեց, շատ ակտիվ եթեր էր, ընթացքը շատ հաճելի էր, բովանդակալից էր, մի խոսքով եթերիցս շատ գոհ եմ այսօր, բայց այ որ պիտի հիմա գնամ տուն ու ինչ-որ բան սարքեմ ուտելու այս ժամին, այդքան էլ հավես չի, բայց դե հիմա ուզենք թե չուզենք, ունենք այն ինչ ունենք, մենք սիրում ենք տան ուտելիքներ, թեև դրսում ուտել շատ հաճախ է ստացվում, բայց տնական ուտելիքներ մենք սիրում ենք ու նախընտրում ենք։ Մի շատ հետաքրքիր կարծիք հնչեց եթերում, զանգել էր մի ռադիոլսող, ասում էր մարդկանց տրված չի ներելն ու չներելը, մեր գործը չի, պիտի ների Աստված։ Իհարկե հավատացյալ մարդու համար միանշանակ վերջին ներումը կարևոր է ստանալ Աստծուց, Աստծո կողմից։ Այս աշխարհում կամ են երկնային կյանքում թե երկրային միանշանակ այդպես է, ես ստորագրում եմ այդ մտքի տակ, բայց իմ համոզմամբ մեզ էլ տրված է ներել կամ չներել։ Մենք էլ պիտի կամ ներենք, կամ չներենք։ Եվ իմ փորձից ասեմ անձնական, հիմա մյուս վիդեոյում կասեմ։ Իմ անձնական փորձից ելնելով ես հասկացել եմ մի բան, եթե ես ինչ-որ պահի սկսում եմ չարանալ կամ զգում եմ, որ չեմ կարողանում ներել տվյալ արարքը, ինչ երևույթը կամ այնինչ մարդուն, ինձ ընդառաջ են գալիս ինչ-որ փորձություններ, տարատեսակ, վատ փորձություններ, ես ծանրացած եմ զգում, հոգիս ծանրանում է շատ ուժեղ, ու ոնց որ ինչ-որ մեկը ինձ ասի, դու իրավունք չունես չներելու, ընդ որում դու կարաս բաց թողնես, օրինակ տվյալ մարդուն, հա, դու կարաս բաց թողնես, իր հետ էլ չշփվես, չունենաս կոնտակտ, բայց դու կարաս իրեն ներես կամ չներես։ Իմ դեպքում չի ստացվում չներել։ Չգիտեմ այդ ինչից է, դա լավ է թե վատ է, դա ճիշտ է թե սխալ է, բայց ինձ թվում է մարդկանց տրված է ներելու ու չներելու որոշումը, եւ մենք ունենք ազատ կամք եւ մենք կարանք ընտրենք կամ ներել կամ չներել եւ իհարկե պատասխանատվություն կրենք ներելուց կամ չներելուց բխող հետևանքների համար։ Ներելը այնուամենայնիվ իմ համոզմամբ ճիշտ է, ճշմարտացի է, եթե անգամ մի նենց երևույթ է, որը մարդկային գիտակցության մեջ չի կարողանում տեղավորվել, ներելը դա ճիշտ է եւ խելացի ներելը։ Ու շատ ծավալուն իհարկե թեմա է, ասենց մի քանի բառով կանգնել է, որ հատուկ դասե կենտրոնանայի ու ասեի։ Ծավալուն թեմա է, մի քանի բառով դժվար ամբողջացնեմ մտքերս, բայց իմ դեպքում չի ստացվում չներել։ Ուզում եք կիսվել ձեզ հետ։ Հավելենք նաև, որ առավոտ լուսով վիկենդ հաղորդման հերթական եթերի հյուրերն էին դարձել Լևոն Մկրտչյանն ու դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։ Star News-ը հետևել էր զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։ Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ է պատրաստում։ Դետոքսային ինչ-որ ֆրեշներ է պատրաստում Էվկան։ Ես էլ սովոր չեմ այդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական կարագ պանիր, պամիդոր, դրանցով եմ սնվել։ Էվելինան հավելել էր. ուզում ենք առողջ ծնվել, որովհետև այս խիտ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ քեզ լավ պիտի նայես։
Իսկ խոսելով զբաղվածության եւ ժամանակի սղության մասին Էվելինան պատմել էր. «Որոշեցինք մեր ամուսնության 1 ամիսը նշել եւ ֆիլմ դիտելու գնալ։ Դիտեցինք Ազնավուրի մասին ֆիլմը։ Օրվա ընթացքում շատ ենք աշխատում եւ հնարավոր չի լինում իրար հետ ժամանակ անցկացնել։ Երեք փոքրիկ առիթ էր դրա համար»։ Էվելինան հարցազրույցներից մեկում եւս նշել էր, որ Լևոնը խանդոտ տղամարդ է։ Այս հարցազրույցը եւս բացառություն չեղավ։ Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում են։ Ինքը մի քիչ խանդոտ տղամարդ է։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ։ Գիտեմ իմ չափը, գիտեմ ինչ պիտի անեմ կամ ինչը չանեմ, գիտեմ ինձ հարմար է ինչ-որ բան կամ հարմար չէ։ Մենք շփվում ենք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ եւ ոչ թե դերասանամուսիններ։ Զույգի առաջին հարցազրույցը ամիսներ առաջ էր։ Նրանք հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Live from հաղորդման «Սեր» շարքին։ Star News-ը այդ հարցազրույցին եւս հետևել էր։ 7 տարի ընկերություն անելուց հետո զույգը 1 տարի առաջ ԶԱԳՍավորվել է, ինչը Լևոնի խոսքով տուն գտնելու նպատակով է եղել։ Այժմ արդեն պատրաստվում են ամուսնության, քանի որ գտել ու գնել են բնակարանը։ Երբ Լևոնի եւ Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա։ Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք, որ անիմաստ է։ Շուտով լինելու է հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր եւ բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան։ Այս իրադարձությունները սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին Լևոնը շատ հմայիչ տղամարդ է։ Բնական է, երբ իրեն պիտի սիրահարվեն։ Պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին իր կողքին, դեռահասների համար դառնա իդեալ եւ այլն եւ այլն։ Հասկանում եմ նաեւ մարդկանց կտրուկ վերաբերմունքը իմ անձի շուրջ, որովհետեւ իրենք ունեն համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին, մտածում էր, եթե ինքը չէ, գոնե իր պատկերացրած մի աղջիկ լինի։ Մեկը շատ բաց մազերով էր պատկերացնում, մեկը գեր, մեկը ցածրահասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ։ Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ իրենց համար եւ բնականաբար դա պիտի շարժի իրեն զայրույթը։ Բացասական, գրեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են կամ գուցե եւ դժբախտ են, անկեղծացել էր Էվելինան։ Մասնագիտական հարցերում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. «Մի բան հետ էր պահում ինձ, ներքին զգացողություն, չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի հատ ժամանակահատված է եղել, հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել այս ոլորտում, այդ մասնագիտության մարդկանց հետ մի տեղում գտնվել չէի ուզում», անկեղծացել էր Լևոնը։ Ռոզան ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանին մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը։ Խանդում է արդյոք Էվան։ Այս մասին եւս խոսվեց հարցազրույցի ընթացքում։ Իմ դեպքում նորմալ է։ Մի քանի հանգամանք է նպաստում չխանդելուն։ Ես առհասարակ խանդոտ չեմ եւ ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ, եւ երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում է։ Ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև օրս չի նայել, որովհետեւ խանդ շատ կա։ Լևոնի խանդի պատճառի մասին խոսելով ասաց. «Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը։ Միանշանակ գիտեմ, որ ինձ շատ է սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիրը, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչ վերաբերում է իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում այդ մարդուն, որը իր կողքով անցնում է։ Ես որպես տղամարդ նայում եմ ու եթե ինքը իմ կնոջ կողքին է, իմ թշնամին է», նշել էր Լևոնը։ Դե իսկ մենք այս հոլովակի համար առանձնացրել էինք այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի այլ կադրեր, որոնք արված են Լևոնի եւ Էվելինայի հարսանյաց արարողությունից։